Ուղիղ մեկ ամիս առաջ ողջ մամուլում տարածվում էին սիրված երգիչ Գուսան Արամ-Ասատրյանի թոռան կրտսեր Արամ-Ասատրյանի և նրա սիրելի Աննայի Հարսանյաց կադրերը։ Արամն ու Աննան Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանել էին Հայաստան հենց այստեղ կազմակերպել իրենց կյանքի ամենակարևոր և հիշարժան օրը։ Թերևս այս հարսանիքը շատ էր սիրվել հանրության կողմից, չկային որևէ բացասական մեկնաբանություններ ու խոսքեր, բոլորը բարի բախտ էին ցանկանում և միայն դրական խոսքեր էին հղում թե Արամի և թե նրա ընտրյալի Աննայի հասցեին։ Աննան իսկապես գեղեցիկ հարսնացու էր։ Հարսանիքի ազաբը Արտաշ Ասատրյանի որդին Գրիշա Ասատրյանն էր։ Նա մեծ ակտիվություն էր ցուցաբերում հարսանիքի ողջ ընթացքում, այդ ակտիվությունը ցուցաբերում էին նաև Արտաշ Ասատրյանի բոլոր երեխաները, այդ թվում հենց ինքը երգիչը և նրա կինը Աննան։ Շատ տեսանյութեր էին տարածվում, թե որքան շատ էր ուրախացել Աննան այս հարսանիքի օրը, երբ իր տնից էր հենց օրվա մեկնարկը տրվել։ Կարմենը, ով Սեդրակ Ասատրյանի կինն է և այսօր կազմել է իր նոր ընտանիքը, շատ է սիրում Արտաշ Ասատրյանի երեխաներին, հատկապես Գրիշա Ասատրյանին։ Այս մասին վկայում են նաև նրա հրապարակումները, որոնք Գրիշայի մասնակցությամբ շատ են լինում։ Օրերս նա տարածել է Գրիշայի և Արամուի մասնակցությամբ տեսանյութ հարսանիքի ընթացքից և գրել. «Ջանա, մեռնեմ ձեզ, Գրիշո ջան, հաջորդը դու ես»։ Դե իսկ հարսանիքի ընթացքում փեսայի նետած ծաղիկը, այսպես ասած, արհեստականորեն բռնեց հենց Գրիշա Ասատրյանը։ Նշենք նաև, որ այդ օրից ի վեր համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ շատ շուտով էլ Գրիշա Ասատրյանի հարսանիքն է։ Իսկ թե ով է նրա հարսնացուն և ում է նա պատրաստվում դարձնել իրեն կին, դեռևս դժվար է ասել, մեզ մնում է հետևել նաև իրադարձությունների հետագա զարգացմանը։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք, որ Արամ Ասատրյանի հարսը Կարմենն ու նրա երկրորդ ամուսինը Արտակը Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո շարունակել են իրենց որդու խնջույքը։ Նրանք իրենց հրապարակումներով ցույց են տվել, թե ինչպես են հենց այնտեղ էլ նշել և տոնել որդու Արամի միությունը։ Նրանք հանդիպել են իրենց ընկերների Արա Ղազարյանի և Մհեր Բաղդասարյանի հետ ու այդպես լավ երեկո անցկացրել։ Նրանցից յուրաքանչյուրը հրապարակումներ է արել Ինստագրամում։ Մհեր Բաղդասարյանը գրել է. «Հարազատ դարձած իմ ընկերները Կարմենն ու Արտակը, շնորհավորում եմ ձեր որդու Արամի ամուսնության կապակցությամբ, Աստված օրհնի ձեր ընտանիքը»։ Արա Ղազարյանն էլ հետևյալն է գրել. «Արտակն ու Կարմենը գովազդատուից դարձան մեր համար իսկական և թանկ ընկերներ։ Վերջերս Երևանում նրանց որդու Արամ Ասատրյանի հարսանյաց հանդեսն էր, որին ես հրավիրված էի ու ցավոք չկարողացա ներկա գտնվել։ Այսօր հավաքվել ենք աչքահարուսանքի համար, Արտակ ջան, Կարմեն ջան, Աստված թող օրհնի ձեր հրաշալի ընտանիքը», գրել է Արա Ղազարյանը։ Սրանի պատասխան Կարմենը պատասխանել է. «Արա ջան, ձեր նման ընկերներ ունենալը դա հպարտություն է մեզ համար, անչափ շնորհակալ և զգացված ենք։ Լավ և հավատարիմ ընկերներ ցավոք այսօր շատ քիչ են մնացել, որ կարող են քո ուրախությունը քեզ հետ կիսել։ Արա ջան, Մհեր ջան, անչափ շնորհակալ ենք հրավերքի և մեր ուրախությունը մեզ հետ կիսելու համար», նշել է Կարմենը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք տեսանյութ, որտեղ Կարմենն ու իր որդին Արամ Ասատրյանը հարսանիքի ընթացքում պարել են միմյանց հետ։ Այս պարը հուզել է ներկաներին։ Նրանք բավականին գեղեցիկ պարով են հանդես եկել։ Պարի ընթացքում Կարմենը կարծես թե հուզվել է, իսկ որդին փորձել է հանգստացնել մորը։ Այս տեսանյութը ևս ակտիվորեն տարածվել է համացանցում, այն գրավել է շատերի սրտերը և կրկին մարդիկ մեկնաբանություններում գրում են, որ ասես քույր և եղբայր լինեն և ոչ թե մայր և որդի։ Կարմենը այդքան երիտասարդ տեսք ունի։ Նշենք նաև, որ Կարմենի մասնակցությամբ այլ տեսանյութեր ևս տարածվել էին համացանցում, որոնց մեկնաբանությունների դաշտը ևս լի էր դրական և ջերմ խոսքերով։ Ներկայացնում ենք Արամի և մայրիկի ջերմ ու հուզիչ պարը։ Նշենք նաև, որ երեկ էլ Կարմենը ներկայացրել էր Աննայի մասնակցությամբ լուսանկար և գրել. «Մեռնեմ քո քաղցր ժպիտին»։ Կարմենը հերթական անգամ ապացուցում է, թե որքան ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում իր որդու կնոջ հետ։ Բացի այդ, նախքան այս էլ Կարմենը բազմաթիվ անգամներ հրապարակումներ է արել Աննայի մասնակցությամբ, Աննայի և որդու մասնակցությամբ, ինչպես նաև հրապարակումներ է արել և այդպիսով իր սերն արտահայտել և ցույց տվել իր որդու ընտրության հանդեպ։ Կարմենը մի քանի անգամ է նշել, որ Աննան իր համար ոչ թե իր որդու սիրելին է, այլ հարազատ դստեր պես է։ Նշենք նաև, որ Կարմենն ու նրա ամուսինը Արտակը համատեղ կյանքում ունեն դուստր Էլիզաբեթը։ Էլիզաբեթի մասնակցությամբ վերջերս Կարմենը ավելի շատ հրապարակումներ է անում, ցույց տալով, թե որքան նման է աղջիկը իր հայրիկին։
Նշենք նաև, որ այս օրերին Աննան և Արամը վայելում են իրենց մեղրամիսը։ Սկզբում նրանք գնացել էին Մալդիվներ, ապա ուղևորվել են դեպի Դուբայ։ Աննան ժամանակ առ ժամանակ հրապարակումներով է հանդես գալիս, ցույց տալով իրենց լիարժեք և յուրօրինակ հանգստից կադրեր։ Ներկայացնում ենք դրանք ձեզ, ինչպես նաև ներկայացնում ենք Աննայի և Արամի օրեր առաջ տեղի ունեցած հիշարժան օրվա բացառիկ կադրերը։